Հայաստանում կա երկու կուսակցություն՝ խաղաղության կուսակցությունը և պատերազմի կուսակցությունը։ Երեք պատերազմի կուսակցության բաղադրիչներից մեկի Ռոբերտ Քոչարյանի դաշինքի համաժողովն էր, որի ընթացքում այդ բեմից քոչարյանական պատգամավոր ՔՊ-ից Քոչարյանի թիմ թռած Աննա Գրիգորյանը այդ բեմից հայտարարեց, որ Արարատը մերն է, ու ամեն ինչ իրականում տրամաբանական կամ նորմալ կլիներ, եթե օրինակ պարզվեր, որ Թուրքիայից տարածքային պահանջներ ներկայացնելու և դրա բերումով պատերազմի մեջ մտնելու պարագայում պատերազմելու են ոչ թե Հայաստանի Հանրապետության գյուղացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքներում ապրող քաղաքացիների զավակներն են գնալու ու զոհվեն այդ պատերազմներում, այլ այդ պատերազմին մասնակցելու են, օրինակ, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի Ամերիկայում ծնված, չգիտես ինչու եւ Ամերիկայի քաղաքացիություն ունեցող թոռները, որ այդ պատերազմներին գնալու են մասնակցեն, օրինակ Սամվել Կարապետյանի եւ իր եղբոր 4 որդիները, որոնք 4-ն են ու 4-ն էլ բանակից ազատված են ինչ-որ տարակուսելի հարցերի բերումով։ Ոչ, պատերազմը, զոհողությունը ու զոհերը պետք է մատուցեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ միլիոնները ու միլիարդները պիտի կուտակեն պատերազմի կուսակցության էլիտաները։ Չեք տեսնելու նման բան, չի լինելու նման բան, Հայաստանը լինելու է խաղաղ։